ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ, թեև սահմանափակ ռեժիմով։ Այս մասին հայտնում է CNN-ը, վկայակոչելով Պենտագոնի երկու պաշտոնյաների։ Տվյալները, որոնք շարունակում է ստանալ Կիևը, կարող են օգնել Ուկրաինայի զինված ուժերին պաշտպանության հարցում, նշել են հեռուստաալիքի աղբյուրները։ Նրանց խոսքով կրճատվել է այն տեղեկատվության փոխանակումը, որը Ուկրաինան կարող էր օգտագործել ռուսական զորքերի դեմ հարձակողական գործողություններ իրականացնելու համար։ Ռազմական օգնությունը ըստ աղբյուրների դադարել է, քանի որ ամերիկյան իշխանությունները չեն ցանկանում, որ ԱՄՆ գործողությունները ընկալվեն որպես ակտիվ օգնություն Ուկրաինային Ռուսաստանի վրա հարձակումներում։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը մտադիր չէ թաքցնել այն տեղեկությունները, որոնք կարող են օգնել Ուկրաինային պաշտպանվել, հայտարարել են պաշտոնյաները։ Բացի այդ, Starlink արբանյակային ինտերնետի հասանելիությունը, որն ուկրաինական ուժերն օգտագործում են պատերազմական գոտում հաղորդակցվելու համար, դեռ տրամադրվում է, հավելել են աղբյուրները։ Ուկրաինայի զինված ուժերը հետախուզական տվյալների 80%-ը ստացել են դաշնակիցներից, հիմնականում ԱՄՆ-ից, գրել է Politico-ն։ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանի խոսքով ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև հետախուզական տվյալների փոխանակման կասեցումն աննախադեպ որոշում է եւ կարող է աղետալի հետևանքներ ունենալ Ուկրաինայի զինված ուժերի համար մարտի դաշտում։